Ուրեմն մի հատ տեղ եմ ուզում կարդամ Ուրեմն Հովհաննեսի վկայությունն է Սրանում գիտենք, որ մենք նրանում ենք բնակված եւ նա մեզանում, որ իր հոգուց տվավ մեզ, որ մյուս տեղերում էլ գտնա, որով աղաղակում է Աբա հայր, սրանով ենք իմանում, այսինքն ոնց ես իմանում, որ ինքը քո մեջ է, դու իր մեջն ես, Սուրբ Հոգու ազդեցությամբ, Տիրոջ անունը թող փառավորվի, սիրելի քույր եղբայրներս, մենք գործ ունենք ոչ թե ինչ-որ մի ստեղծագործության հետ, ինչ-որ մի ստեղծված անձնավորության հետ, մենք գործ ունենք կենդանի Աստծո հետ, կենդանի Աստծո հոգու հետ, մենք գործ ունենք Քրիստոսի հետ, ոնց ենք իմանում, որ Քրիստոս մեր մեջն է, հենց դրանով ենք իմանում, որ նրա որդին մեր մեջն է բնակվում, եւ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվավ մեզ, եւ այս կյանքը նրա որդու մեջ է, ով որ որդուն ունի, կյանք ունի, ով որ Աստծո որդուն չունի, կյանք չունի, այդպես ենք միայն այդպես ենք կարողանում իմանանք, որ ինքը մեր մեջն է բնակվում, Էդիա վկայություն, սիրելի քույր եղբայրներս, որ Հիսուս մեր սրտի մեջն է բնակվում, մեկը չի կարող ասենք, հենց այստեղից քարուզի կամ ասի, գիտես ինչ կա, դու այնքան սխալ, այնքան թերի, այնքան պակասավոր մարդ ես, ես կասկածում եմ, որ Հիսուսը քո մեջն է բնակվում, հենց այդ սխալ, այդ ամենակասկածավոր մարդուն, որ տենց ասում ես, չէ, դու վտանգավոր բան ես ասում, դու շատ վտանգավոր բան ես ասում, եթե Աստված մեր մեջ չլինի, դուք ձեր տկարությունից երբեք չեք կարող ազատվել, եթե Աստված մեզի հարություն տված չլիներ մեռելներից, մենք մեղքի նկատմամբ երբեք ու երբեք հաղթություն չէինք կարող ունենալ, եթե ես մեռած եմ, ոնց կարամ պայքարեմ մեղքի դեմ, աշխարհի դեմ, ոնց կարամ հոգևոր աճ ունենամ, եթե ես կենթանացնող մեկը չունենամ իմ ներսիդին, եւ այդ կենթանացնողը Սուրբ Հոգին է, Սուրբ Հոգին կյանքի հոգի է, սիրելի քույր եղբայրներս, առողջ կյանք նշանակում է առողջություն, զորություն, ուրախություն, ցնծություն, այդ հոգին է, եւ մենք պետքա դրանով ուրախանանք, դա մեծ վկայություն է, սկզբում ներ բանն Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր, նա սկզբում Աստծո մոտ էր, ինչի համար Հիսուսն աշխարհ եկավ, ասում են նա սկզբում Աստծո մոտ էր, երբ որ այս խոսքերը կարդում ենք, խոսքը նրան է վերաբերում, որ սկզբում էր խոսքը Աստծո մոտ էր եւ խոսքը Աստված էր, այսինքն Հիսուսին է վերաբերվում, որ Աստված էր այդ խոսքը, որ ասվավ, չէ, մենք ասում տեսանք նրան, շոշափեցինք, Հովհաննեսն ասում, մեր աչքերը նայեցին նրան, իմ ձեռքը շոշափեց նրան, եւ ես վկայում եմ, որ ինքն է կյանքը, հավիտենական կյանքը Հիսուսն է, ոչ թե ստեղծված ինչ-որ մեկն է, եթե ստեղծված ալներ դու իրավունք չունես ստեղծվածին երկրպագելու, ես այս խոսքերի վրա ուզում եմ ուշադրություն դարձնել սկզբում ներ բանը եւ բանն Աստծո մոտ էր եւ բանն Աստված էր, նա սկզբում Աստծո մոտ էր, մտածում ես, ոնց թե նա սկզբում Աստծո մոտ էր, ինչ որ եղել է ժամանակ հավիտենության մեջ, որ նա այլ Աստծո մոտ չի եղել է մի ուրիշ տեղ, որի մասին Աստծո խոսքը վկայում է, այո, թողեց երկնքի փառքը, իջավ երկրի ցած տեղերը, դուք հիշում եք Եփեսացի թղթերում այդ մասին գրված է, որ ինչ արեց ինքը, նա որ ասում է, որ վեր էր, չէ, դա այնի էր, որ առաջ իջավ ցած տեղերը, երկրի ցած տեղերը, մտածում ես, այդին ցած տեղ իջավ, ոնց ցած տեղ իջավ, մարդու կերպարանք, ծառայի կերպարանք առավ, մարդու նման ծնվեց եկավ աշխարհ, մենք տեսնում ենք, մի քիչ առաջ այդ մասին քարոզվեց, Էմանուելի մասին, թե ինչպես Հիսուսը ծնվեց, այսինքն որպես մի մարդ ծնվեց կույս Մարիամի միջոցով ու իրոք այդպես էլ կար, բայց նա հղիացած էր Սուրբ Հոգուց, սիրելի քույր եղբայրներս, թող Տիրոջ անունը փառավորվի, դրա համար ինքը Աստված է, որ գրված է, որի մասին Տիմոթեոսի թղթերում գրված է, Աստված, մեծ է Աստվածապաշտության խորհուրդը, Աստված հայտնվեց մարմնում, Փառք Տիրոջ, այսինքն որտեղ ծնվեց կույս Մարիամի միջոցով եւ հրեշտակները հավետից տրվեցին, ձեզի համար այսօր Բեթլեհեմում փրկիչ ծնվեց, ձեզի համար փրկիչ ծնվեց, ձեզի համար, իմ համար փրկիչ ծնվեց, ուրախացեք, ուրախանում էին, զարմանում էին, վախենում էին, ուրախանում էին,
ու հրեշտակների խումբը միացան ու փառաբանում էին երկնքի բարձրունքում Աստծուն փառք, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ հաճություն, Տիրոջ անունը թող փառավորվի։ Սիրելի քույր եղբայրներս, երկիր ցնծում էր, հոգևոր աշխարհը ցնծում էր այդ ծնունդով, որովհետև չկար մեկը, որ կարող լիներ անել այն գործը, որ մեր Փրկիչը արեց։ Երանի թե մի քիչ առաջ Լորից եղբայրը կարդաց այդտեղը, երանի թե երկինքը ճեղքեիր, վայրիշներ, սարերը պիտի հալվեին քո առջևդ, փառք Տիրոջը, երբ որ արեցիր այդ բաները, այս սոսկալի բաները, որ աշկ չեր տեսե, մարդուական չեր լսե, եւ մենք տեսանք, երբ որ արեցիր այդ սոսկալի բաները, մտածում ես, այդ ինչ սոսկալի բաները տեղի ունեցել, սիրելի քույր եղբայրներս, իհարկե Գողգոթան ամենաահավոր, ամենասոսկալի բառներն էր, որովհետև մեր բոլորի ցավերը, պղծությունները, հիվանդությունները, մեղքերը նրա վրա էր դրված, Հիսուսի վրա, նա բարձրացրեց խաչափայտի վրա եւ այնտեղ կոտրեց սատանայի գլուխը, այնտեղ գերին գերություն վերցրեց, վերը ելավ, գնաց գերի արավ գերությունը եւ մարդկանց որդիներին պարգևներ տվեց, իր անունը փառավորվի, իր անունը փառավորվի, սիրելի քույր եղբայրներս։ Դուք չեք ուզում ասեք, փառք ես Տեր Աստված, ես ինչ ես արել ինձի համար, ինչպես ես դու այդ բանը արել ինձի համար, դա մի պատկերացնելու բան չէր, որ աշկ չէր տեսե, ական չէր լսե, մարդիկ մտածում են երկնքի թագավորության մասնա, ոչ սիրելի քույր եղբայրներս, 64-րդ գլուխը կատարվեց այն խոսքը, որ Կորինթացիս թղթերում ասում է, Կորինթացիս թղթերում ասում է, որ աշկ չի տեսե, ական չի լսե, Աստված այդ պատրաստեց իրեն սիրողների համար, խոսքը վերաբերվում է Գողգոթային, եթե Գողգոթան չլիներ, մենք երբեք ու երբեք բաժին չէինք ունենա այդ երկնքի զարդի հետ, այսինքն Աստծո թագավորության հետ, որ երկնքի զարդն է, երկինքը, որ զարդը, գանձը, որ տվել է մեզի, Տիրոջ անունը փառավորվի, սիրելի քույր եղբայրներս, ինքը փառավոր է եւ փառավոր բաներ արել մեզի համար, Աստված պատրաստեց Գողգոթան եւ այնտեղից ամեն աղբյուրները, մեր բոլոր աղբյուրները նրանումն են, այնտեղից է բխում բժշկություն, այնտեղից է բխում զորություն, այնտեղից է բխում արդարություն, այնտեղից է բխում սրբություն, առանց Գողգոթայի ոչ մեկը չի կարող Աստծո երեսը տեսնել, սիրելի քույր եղբայրներս, եւ ամենասուրբ Աստված այդպես էլ արել էր, ոչ ոք եւ չկար մեկը, որ կանգներ մարդկության համար, բայց Հիսուսն ասեց, ահա ես ուզում եմ կանգնեմ մարդկության համար, ես ուզում եմ իմ ստեղծածին ողորմություն անեմ եւ բարձրացավ խաչափայտի վրա եւ փափվեց, եւ որ առաջի կաթիլ այունը խաչափայտի վրայից կաթած, սիրելի քույր եղբայրներս, այս երկրի վրա անեծքը ջնջվեց, հեռացավ, Տիրոջ անունը փառավորվի, որովհետև գրված է, անիծյալ լինի ամեն մարդ, որ փայտից կախված է, Հիսուսը անեծքը վերցրեց իր վրա եւ հաղթանակեց խաչափայտի վրա, նա օծի գլուխը ջախջախեց, սիրելի քույր եղբայրներս, օծի գլուխը ջախջախեց քեզի ու ինձի ազատեց մեղքից, խավարից, լույսը աշխարհ եկավ, մարդիկ խավարը ավելի սիրեցին, բայց նրանք, ովքեր որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ կոչվելու, որոնք ոչ այրունից, ոչ մարդից, ոչ էլ մարմնից, այլ Աստվածանից ծնվեցան, փառք Տիրոջը, մենք այսօր այդ ծնունդը ունենք, տեսեք ինչ մեծ բան արեց Հիսուս մեզի համար, սիրելի քույր եղբայրներս, միթե կարելի է, որ այդպես հեշտ մոռանանք, այդպես հեշտ անցնենք խաչափայտի կողքից, ոչ սիրելի քույր եղբայրներս, միթե կարելի է մոռանանք նրան, ով որ ճանապարհ բարձեց Սուրբ Հոգու համար, որպեսզի գա մեր սրտերի մեջ ու մենք Աստծո որդիներ կոչվենք, երբեք ու երբեք Հավիտյանս մոռացեք այդ բանը տեղի չէր ունենա, Սուրբ Հոգին երբեք չէր գա, չէր մտնի մեր սրտերի մեջ եւ երբեք դու Աստծո որդի չէիր կոչվի, եթե գարան Սուրբ արյունը չթափվեր քո համար, քո մեղքերի համար, երբեք ու երբեք դու բժշկություն չէիր ունենա, դու ես քո հետ միասին ոնց կույր կայինք, կույր ու կարճատես ոնց կայինք, այտենց էլ կմնայինք, եթե իր Սուրբ Հոգին մեր աշխարհը չլուսավորեր, փառք Տիրոջը, եւ այսօր որ դուք այստեղ նստած եք, իզուր տեղը չեք եկել, ինքը սիրում է ձեզի, ուզում ասի ես եկել եմ քո համար, ես եկել եմ որ ասեմ ես քեզ սիրում եմ, ես ուզում եմ քեզի բարձրացնել, իսկ դու ուզում ես, եթե ուզում ես ասա այո, ես էլ եմ ուզում,
Տեր բարձրացրու ինձ, ես եկել եմ քեզի բժշկելու, եթե ուզում ես բժշկվես, դու այստեղից հիվանդ չես գնալու, ես ոչ թե իմ զորությունով կարող եմ ես ձեզ բժշկել, չէ, բայց Հիսուս իր աստվածային ձեռքերը մեկնելա քո վրա, ասում է ես քեզի ուզում եմ բժշկեմ, իմ խոցված ձեռքերից դու այսօր բժշկություն ես գտնելու, եթե դուք համաձայն եք, եթե մեկը հիվանդ է, թող ասի ես ուզում եմ, Տեր բժշկի ինձ, Տեր ազատի ինձ, համարնալորից, համ հոգևոր հիվանդությունից, որովհետև դու ամեն բան կարող ես, դու Աստված ես, դու իմ փրկիչն ես, դու իմ Տերն ես, դու իմ բարի հովիվն ես, կարող ենք ասել ամեն, ինքը մեր բարի հովիվն է, ինքը մեր բժիշկն է, ես եմ Տերը, քո բժիշկը, եթե միայն Իսրայելին չէր վերաբերվում, նաև քեզի է վերաբերվում, ամեն հավատացողի է վերաբերվում, եւ եթե հավատում եք, ոտքի կանգնեք, փառք տանք նրան, որ այդպիսի հրաշալի բաներ արեց մեզի համար, ճանապարհ բացեց փրկության, իր սուրբ անունը թող փառավորվի, ամեն։